Կարծում եմ առաջի հարցը արդեն պարզ է որն է, ինչպես որ ֆինանսների նախարարին Չլսեց պարոն Մինասյան։ Առաջի հարցը ինչպես որ ֆինանսների նախարարին տրվեց, պարոն Հարությունյան, նաև ձեզ եմ ուզում տալ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նախ ձեր գնահատականը, որպես վարչապետի աշխատակազմ առհասարակ ապօրինի տեսագրությունների, ձայնագրությունների եւ նաեւ դրա տարածման մասով։ Ձեր գնահատականը հատկապես վերջին դեպքի օրինակով դատապարտում եք թե ոչ եւ եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկում նման երևույթները կանխելու ուղղությամբ, սա առաջին հարցն է։ Երկրորդը ինչ է ձեր համար ազգային ինքնությունը, որովհետեւ տոների եւ հիշատակի օրերի նշման ծրագրերի շրջանակում դուք կարևորել եք սա։ Խնդրեմ, որպեսզի հիմա ներկայացնեք որն է ձեր պատկերացմամբ ազգային ինքնությունը եւ դրա շրջանակներում հատկապես որ տոներն են, որ կարևորում եք այդ համատեքստում։ Եվ երրորդ հարցը, տեսեք, դուք նշեցիք պարոն Խաչատրյանի հարցերին պատասխան, որ վարչապետի արարողակարգային ծախսերի շրջանակներում է կատարում։ Միջազգային փորձը եւ նաեւ վերլուծությունները կենտրոնացված են հենց այսպիսի հարցերի վրա, որտեղ ձևակերպում կա։ Ձևակերպման համաձայն դա քաղաքական կոռուպցիա է, երբ որ նման երևույթների ներքո ըստ էության իրականացում է կուսակցության քարոզչություն, կուսակցության մոտեցումների, գաղափարների, անձանց եւ այլն։ Հիմա ըստ ձեզ ինչպես պետք է տարանջատվի այս երևույթը եւ ինչպես օրինակ ողջամտորեն մենք չենք կարող եզրակացնել, որ դա հենց քաղաքական կոռուպցիայի օրինակ է։ Երբ որ այս կամ այն միջոցառումը, որը իշխող քաղաքական ուժի, ասենք, մոտեցումներն են, ձևակերպվում է հենց այդ հարցի, այդ ծրագրի շրջանակներում եւ ըստ էության ծախսվում են հանրային միջոցները հենց այդ ուղղությամբ։ Չէ՞ որ ի վերջո սահմանադրության եւ օրենքների համաձայն իշխանություն ունենալ չի նշանակում մեկ քաղաքական ուժի ծրագիրը, մոտեցումները, անձանց վրա ծախսել հանրային միջոցները։ Այն պետք է ծախսվի հանրության համար, հանրության բարիքներ ստեղծելու, որտեղ կան նաև տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, այսինքն հավասար վերաբերմունք բոլոր ուղղություններով։ Սա որպես նաև չափանիշ։ Այ ինչպես դուք կառաջարկեք, որպեսզի գնահատվի։ Շնորհակալություն պարոն Մինասյան ձեր հարցերի համար։ Առաջի հարցի հետ կապված միանշանակ դատապարտում եմ եւ հրապարակումը եւ տարածումը։ Եվ ես առհասարակ, երբ որ դեռ ընդդիմադիր եղած ժամանակվանից դա վերաբերեր ընդդիմությանը, իշխանությանը, ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով հրապարակված, արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ որ դու սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք հետագայում նույնպես շարունակվեն։ Եվ միանշանակ պետք է համապատասխան մարմինները եւ ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար։ Ճիշտն ասած, ինքնության թեմայի հետ կապված ձեր հարցը այնքան էլ լավ չհասկացա, որովհետև մենք ունենք շատ կոնկրետ երկու միջոցառում տոների եւ հիշատակի օրերի ծրագիր անվան տակ, մեկը ավանդաբար 2019 թվականից իրականացվող քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներն են եւ մյուսը մեր ժամանակների հերոս միջոցառումն է, որը արդեն էլի 2000 կամ 18-ից կամ 19-ից աշխատակազմի կողմից իրականացում է։ Մենք իհարկե ունենք նաև
ազգային փոքրամասնությունների հետ կապված ծրագրեր, որոնք վերաբերում են նրանց ազգային ինքնությանը, բայց եթե խնդրեմ ձեր պատասխանի ժամանակ, ռեպլիկի ժամանակ սրան անդրադառնաք։ Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ես կարծում եմ, որ այստեղ որևէ քաղաքական կոռուպցիայի երևույթ չկա, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում կառավարության եւ կառավարության ղեկավարի գործունեության շրջանակում։ Եվ երբ որ դուք խոսում եք բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու մասին, բոլոր այդ միջոցառումներին մասնակցում են մեծ թվով մարդիկ, հնչում են շատ տարբեր հարցեր, այդ թվում նաև ոչ մեր, այսպես ասած, քաղաքական թիմի համար հաճո հարցեր, եւ ըստ էության այդ միջոցառումների շրջանակում այդ քաղաքական բանավեճը ապահովված է։ Եվ ես չեմ կարծում, որ այստեղ ձեր մատնանշած երևույթներին վերաբերող որևէ երևույթ կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Արությունյան, նախ գնահատականի համար, դա լավ դրական առումով է նաև ասում ազդակ է, բայց կարծում եմ ինքնին այդ տեսագրման փաստը իրավապահ մարմիններին, համապատասխան իրավասություն ունեցող մարմինների աշխատանքի վերաբերյալ է նաև։ Ի վերջո, ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի ենթակա մարմին է կամ կառավարության հիմա հստակ չեմ հիշում, բայց այնուամենայնիվ սա խոսում են մասին, որ եթե իրենց մասնակցությամբ է եղել, սա ինքնին արդեն միանգամից պատասխանատվություն առաջացնել, եթե իրենց մասնակցությամբ չի եղել, ես նկատի ունեմ հենց ինքնին տեսագրության փաստը մարդու անձնական կյանքի վերաբերյալ են այդ ձևի, այսինքն բաղնիկ, ննջարան եւ այլ, եթե իրենց մասնակցությունը չի եղել, առավել առաջանում է հարց, բայց իրենք ուր են, ուրեմն իրենց տեղում չեն, եթե կարող են, չգիտեմ, այլ մարմինների միջոցով կամ այլ կազմակերպությունների միջոցով նման բան լինի, որտեղ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության կարևոր առաքելություններից մեկն է հենց այս մարմինների գործունեությունն է, որ պետք է որպես պետության անունից պետք է իրականացնեն այդ պատշաճ պաշտպանությունը։ Ինչ վերաբերում է հրապարակման ու տարածմանը, տարբեր ասեկոսներ կան, ես կխնդրեի, որպեսզի դրանց վերաբերյալ էլ արձագանք լինի, մասնավորապես կապելով հենց ձեր աշխատակազմում աշխատող առանձին անձանց մասով, եթե դա իրականություն չէ, հստակ արձանագրենք, որ իրականություն չէ, կամ եթե կա բացահայտում, ապա հրապարակենք եւ այդ հրապարակման հետևից պետք է գնան կոնկրետ նաև մարմինները։ Երկրորդ հարցի մասով, տեսեք, դուք եք այստեղ նշել տոների եւ հիշատակի օրերի ծրագրի գծով նախատեսվել է այսքան դրամ 202.5 միլիոն, ծրագրի նպատակն է տոների եւ հիշատակի օրերի նվիրված միջոցառումների անցկացումը ի նպաստ ազգային ինքնության պահպանման։ Ես այս ձևակերպման ներքո եմ ուզում ասել, եթե խոսքը գնում է երկու այս ծրագրի մասին ու չկա օրինակ մատնանշված, հա, առաջին հանրապետության օր, անկախության օր կամ այլ տոներ, որոնք որ հենց մեր մշակույթի, մեր լեզվի, մեր ինքնության էությունն են, մեր հավատամքի, ապա այս երկուսը կարող են այդ ամեն ինչի մեջ ամենավերջին տեղերում լինել մեծ հաշվով, որտեղ ինքնությունը ես դրա համար ուզում հասկանալ, ձեր պատկերացած ազգային ինքնությունը բնութագրվում է միայն քաղաքացիությամբ եւ ժամանակի հերոսով, թե ավելի խորը պատկերացում կա։ Եթե կա, ապա ինչու է ծրագրերի մի նկարագրության մեջ մասնավորապես հենց այդ էությունը չի ներկայացվում։ Եվ վերջապես երրորդի մասով, տեսեք, արդյոք ունեք ցուցանիշներ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն միջոցառման մասնակցությունը մարզերում կլինի կամ մայրաքաղաքում կամ խոշոր քաղաքներում ինչ է նստում մի այցելություն պետական բյուջեի վրա
Սկսած անվտանգության ապահովման հսկայական մեծածավալ գործողություններից ոստիկանական ուժեր, ճանապարհների խցանումներ, բուն միջոցառման վրա կատարված ծախսումներ ավարտված այն սահմանափակումներով, որ հետո կիրառվում է քաղաքացիների նկատմամբ։ Սենց մի ինչ-որ հաշվարկներ կան միջին հաշվով, թե չկա, որովհետև տեսեք նաև օրենսդրության համաձայն արարողակարգային ծախսումների մեծ մասը գաղտնի է համարվում։ Հետևաբար մեզ հասանելի էլ չէ մեծ հաշվով ըստ դետալների հասկանալ, թե հանրության նկատի ունեմ, հասկանալ, թե ինչ է ծախսվում կամ ինչ է կատարվում։ Եվ ի վերջո այս միջոցները պետական բյուջեի միջոցներ են, չէ՞։ Օդից բերված միջոցներ չեն, որոնք որ հանրային բարիք պետք է ստեղծեն։ Այ կարող ենք նկարագրել այն հանրային բարիքը, որը, ինչպես նշեցի, վերաբերում է բոլորին, այսինքն հասանելի պետք է լինի եւ հավասար վերաբերմունք լինի բոլորի նկատմամբ։ Ես ամենևին նպատակ չունեմ ասելու, որ վայ որպես կառավարության ղեկավար ոչ մի բան չպետք է ծախսվի։ Ես նկատի ունեմ, որ այն մեծ ռեսուրսը, որ ծախսվում է, ամենայն դեպս ողջամտորեն, հիմա մենք կարող ենք այդպեսի ենթադրել, որտեղ չկա բացվածք, չկա ներկայացված։ Այս կամ այն միջոցառման վրա կատարված ծախսերի մեծությունը, դրա հանրային էֆեկտը, բարիքը, բացառապես լսել ենք մի բան։ Իշխող ուժը ներկայացնում է իրենց քաղաքական պատկերացումը, իրենց կուսակցական մոտեցումները, բայց հանրային բարիքի տեսակետից չափանիշ, չափորոշիչ չեմ տեսել ես, եթե կա, խնդրեմ որպեսզի հրապարակի։ Դրա համար եմ ասում, որ միջազգային փորձը եւ մեթոդաբանական մոտեցումը ավելի շատ այսպիսի երևույթները վերագրում է քաղաքական կոռուպցիային, վարչական ռեսուրսի օգտագործմանը եւ այսպես շարունակ, էլի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Վերջերս հետք պարբերականը եւ կայքը հրապարակեց մի հոգեցունց բացահայտում քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատանքային ոչ հրապարակային խմբից, որտեղ վարչապետի ստատուսն էր եւ որտեղ հատուկ շեշտադրում կար բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը։ Եվ եթե մենք սա ասած լինենք բաց հրապարակային եւ մենք սրա մասին նաեւ ասում ենք, կասեք դե քարշչական հնարք է, քաղաքական գործիչ է այսպիսի հայտարարություններ անում, բայց այդ հայտարարությունը եղել է եւ այդ արձանագրումը եղել է փակ խմբում, ինչը նշանակում է, որ թե բաց միջավայրում եւ թե փակ մեր աշխատանքային խմբերում մենք առաջնորդվում ենք նույն սկզբունքներով եւ հետեւաբար եւ որպես կառավարություն, որպես գործադիր նաեւ մեր օրենսդիր մարմնում մեր մեծամասնությունը առաջնորդվում է նույն սկզբունքներով։ Ձայնագրությունների, տեսագրությունների հետ կապված հարցին ըստ էության ես պատասխանեցի հնարավոր կապերի, առնչությունների մասին, եղել են բազմաթիվ հրապարակումներ, եղել են բազմաթիվ հերքումներ, եթե չեմ սխալվում, նաև դատական կարգով կարող է սխալվեմ հիմա, այդ հերքումները եղել են, եւ այստեղ ավելացնելու բան չեմ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր կառավարության տարիներին, եթե չեմ սխալվում 18 կամ 19 թվականին, մեր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնյաների խոսակցությունը ձայնագրվել է եւ հրապարակվել է։ Եվ տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում ես կարծում եմ եւ ցավոք դա կարող է ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում վատ տենդենսների մասին խոսել եւ վատ երևույթներ ի հայտ գան։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակում անում է պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել, ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը, ով ըստ տարածված այդ տեսանյութերի կամ
իմիջիալից ես որևէ տեսանյութ կամ նյութ սրա հետ կապված նույնիսկ չեմ բացել, բացի վերնագրերը տեսնելուց։ Ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը դիմաց կլինի իրավապահներին եւ ես իրեն կոչ եմ անում հիմա ժողովուրդ բարբերականը ուղիղ ձայնագրում է, հենց իրեն շատ լավ է որ դիմել է, վստահ եմ որ ՀԱԾ-ն համապատասխան կամ համապատասխան կառույցները միջոցներ կձեռնարկեն։